Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Antifake-ի հետ մենք շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել Ղազարյան versus Ղազարյան նախագիծը։ Պետրոս Ղազարյանը իր տաղավարը հրավիրել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին եւ դա հրաշալի առիթ է նրան նաեւ Ղազարյան versus Ղազարյան նախագծի շրջանակներում մշակելու համար։ Բաժանորդագրվեք Antifake-ի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, Donation Alerts, Patreon, Super Chat, բանկային փոխանցումներով օգնեք Antifake-ին։ Վայելեք, մշակվում է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Պետրոս մի բան հարցեմ, դուք իմանաս, այս աղջիկը իսկական է, թե արհեստական բանականության են աղջիկներից է, հա? Սիրի, չէ, ոչ զգացմունք կա, ոչ մարդկային որևէ հատկանիշ կա, տես դեմքի սառը արտահայտություն, արա Պետրոս, արան որ հիշում ես Ալբանիայում մեկին արհեստական բանականության նշանակել էին նախարար, հետո ինչ-որ կոռուպցիա է լավ, ինչ է լավ դրան հանին։ Կարող է Թրամփը, որ Հայաստանին ասում է Ալբանիա, այս աղջկանը վերցել են, նշանակել են Հայաստանում նախարար, որպես արհեստական բանականության, իսկ թմատես մի հատ պատմություն է, որովհետև հիչ բան չկա, այլ մարդը տեսել ես մանավանդ կինը մի քիչ են զգացմունքային լինի, մի քիչ են Արա մեկ կարա նաև ժպտա, դες բան չի լում, հա? Որովհետև ախր մարդկային բանականության մեջ չի տեղավորվում, ես թվում է հաստատ արհեստական բանականություն կլինի, Պետրոս, որովհետև մարդկային բանականության մեջ չի տեղավորվում, որ կարող է մի հատ ջահել աղջկա, անփորձ, այդ համակարգում երբևէ չաշխատած, բերեն նշանակեն ներքին գործերի նախարար։ Ինձ թվում է դա նորմալ մարդկային բանականությանը չվերաբերող բան է, դա արհեստական բանականություն կլինի։ Արփի, հələ մի քանի հարցեր տանք ստուգենք Պետրոս։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Օրեր առաջ Հայաստան էր այցելել Եվրամիության ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները։ Նա հանդիպեց վարչապետին, փոխվարչապետին, ինչպես նաև Եվրամիության վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից գլխավոր բանակցող ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ վերջինս այսօր մեր տաղավարում է բարի երեկո Տիկին Սարգսյան, շնորհակալություն հավեր ընդունելու համար եւ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Պետրոս, իհարկե Մագնուս Բրուները շատ կարևոր մարդ է մեր կյանքում ու շատ կարևոր իրադարձություն է իր Հայաստան այցելությունը, բայց որ ներքին գործերի նախարարին հրավիրել ես, հələ մի հարց որ ասա Տիկին նախարար, ձեր տեղակալ ոստիկանության պետին այս վերջերս են Արամ Ղազարյանին պաշտոնից հանել եք, ինչ էր արել այդ մարդը, նոր եք նշանակել, Կոտայքի մարզպետներ եկել էր դառել ոստիկանության պետ, ինչ ղալաթ էր արել, ինչն էր ձախողը, որ հանեք որպեսզի դուրս շպրտեք տարակ փրկարար ծառայության պետին Ցուցուլյանին բերի նշանակիկ ոստիկանության պետ, մարդն նոր էր, հələ հազիվ հարմարվե դարձել էր փրկա, սաղ կյանքը միլիցիա էր եղել, գնացել էր դառել էր փրկարար, հելել էր Երևան City կրիշը, կրակ էր հանգցնում, դրան ինչի իջացիկ բերիկ նշանակիկ ոստիկանության պետ, ոստիկանությունում 4 ծառայություն ունի, 3-ի պետերին միաժամանակ ղեկավարներին ոստիկանության պետի տեղակալների աշխատանքից հեռացրել են, դրանք ինչ պռավալներ են արել, որ բա որ հեռացրել եք, ընչեք տարել ձեզ խորհրդական, հիմա դրանք ինչ խորհուրդներ են տալի, Ենխեշ Խուդինյանին է Սարգին օգնա, լավ մի խորհրդականի տեղ չկար, որ տարակ օգնական, հիմա Կոֆեն Խուդինյանն է դնում, ինչ է կատարում, թե չէ Մագնուս Բրուները շատ կարևոր է, արա բայց պետք է հասկանանք տենանք ես մեր ոստիկանության համակարգում ինչ է կատարվում Պետրոս, այս աղջիկը ինչ գնացել այդ սա համակարգ կառնվե իրար, հա, թե ամեն դեպքում շոտիկի ֆիրմա բաներից խոսանք, էլի, Բրուներից խոսենք։ Եվ այսպես Մագնուս Բրուները եկել էր Հայաստան, Եվրամիության ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատարը, նա ձեզ հետ դուք համատեղ ասուլիս ունեցաք եւ թեմաներից կարևորներից մեկը դա վիզաների ազատականացնում էր։ Կան արդյոք հստակ ժամկետներ, որքանը դա իրատեսական, որ մեր քաղաքացիները առանց վիզայի կմեկնեն Եվրոպա։
Իրականում պարոն Բրուները առաջին հանձնակատարն է միգրացիա եւ ներքին գործերի հարցերով, ով այցելում է Հայաստանի Հանրապետություն, եւ ես պիտի նշեմ, որ բավական խիտ գրաֆիկ ենք ունեցել, հագեցած քննարկումներ ենք ունեցել եւ սա թույլ է տվել մեզ հստակեցնելու այն ակնկալիքները եւ այն գործողությունները, որոնք այս պայծրությամբ կատարվում են։ Իմացար Պետրոս, պարոն Բրուները ոնց որ է նվագախմբի մեջի տղաների մեջ են, կինոյի մեջ են, բանը լինի, էլի, Պարոն Ֆոքս եկել է Հայաստան, այդ շատ կարևոր է, էլի, պարոն Բրուների այցը Հայաստան, մենակ մեր մոտ է գալինք ամեն տեղ չի գնում։ Եվ ըստ այդմ պիտի կատարվեն առաջիկայում։ Փաստեմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս պայն միակ պետությունն է, ում հետ Եվրոպական միությունը ակտիվ երկխոսություն ունի վիզաների ազատականացման թեմայով։ Միակ պետությունն ենք այս պահին։ Միակ ու մինուճար։ Մենք են միակ ու մինուճար պետություն ենք, որի հետ Եվրամիություն հիմա վիզաների ազատականացման հարցը կան։ Գիտես ինչի՞։ Որովհետև մյուսների հետ վաղուց քննարկել են, վաղուց իրանց հարցերը լուծել են, էլ ոչ մեկի հետ խնդիր չունեն ընդհանրապես տենց հարց կան։ Վրաստանը վաղուց ազատականացրել է իր վիզաները արդեն։ Միակը մենք ենք։ Միակ մինուճար։ Եվ կարծում եմ սա չափազանց պարտավորեցնող գնահատական է եւ հանձնակատարի այցը Հայաստանի Հանրապետություն նաեւ փաստում է երկկողմ հանձնառության մասին, երկկողմ ջանքի եւ կամքի մասին այս process-ը ճիշտ ճանապարհով տանելու եւ հանգուցալուծելու։ Պիտի փաստեմ, որ ազատականացումը իրատեսական է, անգամ շատ իրատեսական է։ Ինչու եմ այսպես ասում, որովհետեւ մեր քաղաքացիների հետ մենք շատ թափանցիկ ենք եղել այս ամբողջ գործընթացում, երբ ես որպես գլխավոր բանակցող ստացա գործողությունների ծրագիրը, այն անմիջապես հանրայնացվեց ներքին գործերի նախարարության կայքեջում։ Չէ, Պետրոս 100% էս աղջիկը արհեստական բանականության են աղջիկներից է։ Սրան որ ստոպ չտաս, թե ժամերով կխոսի։ Առանց կանգնելու, այդ էս կարող է ժամերով խոսի։ Բեր միտեղ կանգնացրու։ Բանը ոնց է, իր հավելվածը քաշել ես մոտդ։ Ոնց է կոչվում։ Ներքին գործերի արփի ոստիկանություն, թե արփի ՆԳՆ։ Այդ հավելվածը քաշի, կնոպկեն սխմես կանգնում է։ WhatsApp-ում էլ կա։ WhatsApp-ում Վահե Ղազարյան էլ կա։ Էնի գնում է գա, էսի գալիս է ու WhatsApp-ով։ Հավելվածը քաշի կառավարի։ Ուզում ես WhatsApp-ում այդ հարց ուղարկենք, թող պատասխանի։ Հլա հարցը ուր ենք հասել, հələ մատ հարցրու։ Դրանք ինչ կպատասխանի արհեստական բանականությունը։ Ուր ենք հասել։ Այս պահի դրությամբ։ Արդեն իսկ հստակեցվել է միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության մասով հայեցակարգային մոտեցումները։ Սահմանների համարիր կառավարման բաղադրիչը եւս հստակեցված է։ Փաստեն, որ անձնական տվյալների պաշտպանության ոլորտի մասով կրկին ունենք հայեցակարգային նոր մոտեցումներ, որոնք ստանդարտ կբերեն Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ի վերջո ամենակարևորը նախարարության մանդատի շրջանակներում մենք ներդնում ենք կենսաչափական նոր ենթակառուցվածք։ Այս անհատական տվյալները շատ կարևոր է, Պետրոս ջան, անհատական տվյալների պաշտպանության հարցում մենք ունենք շատ էական առաջընթաց։ Ասենք օրինակ կաթողիկոսի վերաբերյալ, սրբազան հայրերի վերաբերյալ, անհատական տեղեկությունները, որոնք ընդ որում զրպարտիչ բնույթի տեղեկություններ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, վարչապետ կլինի, նախարարներ կլինեն, ազգային ժողովի պատգամավորներ տարածում են մարդու անհատին վերաբերյալ սուտ տեղեկություններ պետական պաշտոն, նույնիսկ տարածում են տեսանյութեր անհատական կյանքի հետո պարզվում է, որ այդ տեսանյութում պատկերված մարդը այն մարդը չի, ում որ դա վերագրվում էր։ Անկամ այդ դեպքում, երբ որ կա միջազգային 3 տարբեր երկրների փորձագիտական եզրը, ելը միևնույնն է, խնդիրը Էդի կոչվում է անհատական տվյալների, անհատական գաղտնի տեղեկությունների պաշտպանության առաջընթաց։ Եղավ, կոմոտ ամեն ինչ նորմալ արա։ Նայ Նաղազարյան Հովիկի օրը չընկնես, արա Նաղազարյան Հովիկի ընթացքում էլ շատ առաջընթաց կար, արա բերին դրա սաղ մեսենջերը դրին, բաժանին այդ ԿՊ-ի վարչության անհատական տվյալների պաշտպանության առաջընթացն է։ Հիմա ոնց որ բանն է, շիշ բռնողի մեսենջերի հերթն է։ Շատ պաշտպանված է, շատ զարգացում կա։ Տիկին արհեստական բանականություն։ Մի հատ կասեք, ի վերջո սա ինչի մասին է։ Մարդկանց մասին է։ Հա, իմացար Պետրոս։ Պարզվում է, վիզաների ազատականացումը մարդկանց մասին է։ Դու մինչև հիմա գիտեիր, թե կենդանիների մասին է, բանջարեղենի մասին է, մրգերի մասին է, բույսերի մասին է,
բայց ոչ, արհեստական բանականությունը մեզ ասում է, որ վիզաները ճամփորդելը դա մարդկանց մասին է։ Արա դե պիտի ունենայինք էլի մենք sense նախարարը sense բաները մենք ոչ չիմանայինք։ Ուրիշ ինչ նոր բաներ էլի ասեք, որ աշխարհին դեռևս անհայտ բաներ, այդպես մի բան էլ ասեք։ Վիզաների ազատականացումը մարդկանց մասին է, ճամփորդության ժողովրդավարացման մասին է, որովհետև տարիներ շարունակ մեզ մոտ կարծրատիպ կա, որ ճամփորդելու հնարավորություն ունեն միայն այն մարդիկ, ովքեր ունեն բավարար ֆինանսական միջոցներ կամ որոշակի սոցիալական դիր։ Այո։ Ճամփորդությունն էլ պիտի ժողովրդավարական լինի, ասում եմ ճամփորդության ժողովրդավարացման, իսկ ոչ թե ժողովրդականացման, այլ դեմոկրատիա։ Պիտի միայն դեմոկրատական մարդիկ ճամփորդեն, Պետրոս։ Կամ մինչև հիմա ասում եմ կարծրատիպեր կա, որ մինչև հիմա պիտի մենակ փող ունեցող մարդիկ ճան, օրինակ ասենք դու։ Փող ունեիր, բաժանակ, բան, վերցնում եք, եթում եք Իսպանիա, ֆուտբոլ եք նայում, նստում եք, պիվա եք խմում, նկարներ եք գցում Facebook, գալի եթում Գերմանիա, Ֆրանսիա, բան, այդպես հարուստները, դուք այդ բաները, բայց հիմա Պետրոս դա դառնում է շիլպատրը։ Այսինքն էլ ճամփորդելուց ինչ տիկին Արփինը դրանով զբաղվում է, մեկ էլ պարոն տոները որոշել են, որ սրանից հետո ճամփորդելուց փող պետք չի։ Չէ, ախպեր ջան, ասենք ենթադրենք գնացել ես Իտալիա, չէ, այդում ես սուրճ խմելու, մատուցողը գալիս է, սուրճը բերում է, հաշիվ բերում է, մեկ էլ ասում է, դուք որտեղից եք, ասում ես, մենք Հայաստանից ենք, հա, ասում է, տիկին Արփինե Սարգսյանն է ձեր նախարար, ասում ես, այո, պարոն Մագնուս տոները, այս վերջերը ձեր երկիրեր եք, այո, ոչ մի բան պետք չի, ախպեր ջան, ուրեմն համարեք վճարված է ձրիա։ Այդում ես հյուրանոց reception վճարելուց որտեղից եք, նայում է պասպորտը, դուք Հայաստանից եք, հա։ Շնորհակալություն, որ եկել եք մեր երկիր, ոչ մի բան պետք չէ։ Նույն ավիատոմսերը, մտնում ես on-line, ասենք վիզերի տոմսը առնելու, հենց գալիս է, ընտրում ես ուղղությունը բան, ճամփոր արդեն պիտի ճամփորդես, չէ։ Մեկ էլ ասում է, ընդ վճարման մասը գալիս է Armenia also paid։ Всё, անցար առաջ։ Ժողովրդավարացավ։ Սրանից տո տենց ալելու, էլ իջու տեղը փոմող չծախսես, արդեն դառնում է ով ուզի կարա ճամփորդի, ով ուզի, ուր ուզի արդեն կարա գնա։ Տենց պատես գիտես իրանց իշխանության օրոք ովքեր են լավ ճամփորդում, Ղարաբաղցիները։ Արա 10 օրվա մեջ ինչքան Ղարաբաղցի կար ճամփորդեցին եկան Հայաստան Պետրոս։ Կազմակերպեցին միգրացիոն այդ բանը էլի, շատ արագ ձևով 10 օրում Տես աշխարհում տես բան չի էլ է, որ 10 օրում 120,000 մարդ մի տեղից դուրս գա եթե կազմակերպեցին այս մարդիկ։ Հալալա Արփի ջան, ապրես դու, շատ ապրես բալես։ Եվ կարծում եմ հենց վիզաների ազատականացումը թույլ կտա մեզ կոտրելու այս կարծրատիպը եւ ճամփորդելու հնարավորություն տալու մեր բոլոր քաղաքացիներին, նաեւ զերծ պահելու քաղաքացիներին վիզաների ստացման տարբեր քաշքշուկներից։ Պիտի նաեւ նշեմ, որ ավիացիոն ոլորտի մի շարք փոփոխություններ հենց նպաստում են այս շարժունակության ավելի ամրապնդմանը, զարգացմանը։ Այս ավիացիան էլ ճիշտ է, որովհետև մի հատ հիշում ես Պետրոս, մի Տաթևիկ Ռևազյան ունեին։ Տոմ սախող էր, ինչ էր, էլի աղջիկ, ես իմով էր ախպեր, թող ես գնաց այնեցը մոռացան դրա մասին։ Մի քանի ամիս աշխատեց Հայաստանում, ինչքան Հայաստանը տարանքցին եվրոպական ավիաընկերությունների սև ցուցակ, ու Հայաստանում գրանցված ոչ մի ինքնաթիռ արդեն Եվրոպա չի կա, դա ինչքան Հայաստան գալի գնում են, սա օտար երկրների ավիաընկերություններ։ Արատես ոլորտ չկա, այս մարդիկ մի հաջողություն արձանագրած չլեն Պետրոս։ Բայց զուգահեռ իրականության մեջ բնականաբար վիզաների ազատականացումը ևս ռիսկային որոշակի process-ներ ունի Եվրոպական միության տեսանկյունից եւ մենք պիտի կառավարենք այդ բոլոր ռիսկերը, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք վիզայի ազատականացման մասին, առաջին հայացքից առաջին հարցը, որն առաջ է գալիս նաեւ մեդիատիրույթում, դա արտագաղթի ռիսկի առաջացումն է։ Բայց ես ուրախ եմ փաստելու, որ նախ առաջինը մենք ունենք հանձնառություն այս ամբողջ process-ը ճիշտ կառավարելու եւ հետեւապես նաեւ Եվրոպական միության տարածքում գտնվող անօրինական միգրանտների հարցը կառավարելու, այդպիսի դեպքերը բացառելու, բայց միևնույն ժամանակ ես ուրախությամբ պիտի փաստեմ, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումները այլևս փակել են արտագաղթի պատուհանը եւ մենք ձևավորում ենք ներգաղթի միտումներ։ Ճիշտ է ասում Պետրոս ջան։ Օրինակ, այս վերջերս լուր տարածվեց, որ Գերմանիայից
Հայաստանից քաղաքացիներ, երկու ինքնաթիռ, Գերմանիայից արտաքսված քաղաքացիներ հետ են ուղարկվել Հայաստան։ Երկու ինքնաթիռ կառավարում են միգրացիոն հոսքերը։ Ու արդեն էլ Հայաստանից չեն գնում Գերմանիա, հակառակը Գերմանիայից են գալի Հայաստան։ Ինչի, որովհետև արտաքսվում են։ Որովհետև պարոն Մագնուսը, որ եկել է, դրա համար է եկել, ասում է, լսի, է ձեր քաղաքացիներին, որոնք անօրինական մնացել են եվրոպական երկրներում, կազմակերպեք, շուտ հետ տարեք։ Ու արագ հիմա արդեն ներգաղթը սկսվում է։ Արդեն հայերը գալիս են Հայաստան, որովհետև իրանց Եվրոպայից հիմա արտաքսում են։ Էդի կոչվում է վիզաների ազատականացում։ Մի օր էլ քեզ են արանից վառնդելու, ասեմ իմացի, արագ Պետրոս պատկերացնում եմ քեզ դից վառնդել։ Գերմանացիները քեզ Գերմանիայից վառնդեն։ Լելու է գիտես, չէ, ես մենակ տենամ էլ էդի, մենակ տենամ էդի ոնց ալնելու։ Մոտավոր ժամկետներ ունենք թե չէ։ Տեսեք, ամեն ինչ կախված է մեր տեմպից, մեր բովանդակային Այ եթե քայլերից։ միջին տեմպը մեր վերցնենք, որ հիմա մենք աշխատում ենք, մոտավորապես ոնց կգնա։ Մեր ներքին հանձնառությունը ամեն դեպքում ներքին գործերի նախարարության որպես ոլորտի համակարգող, այս թեմայով համակարգող, մենք մեր առջև խնդիր ենք դրել 2-3 տարվա կտրվածքով ավարտելու ամբողջ process-ը, որովհետև ունենք համոզմունք, որ մի շարք ուղղություններով արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունը առաջընթաց է գրանցել եւ մի շարք ուղղություններով արդեն հստակ պատկերացում ունենք ինչպես ենք առաջ գնալու։ Արփինե ջան, հələ մի րոպե, այ աղջի ջան, ինչ ես եղել, ինչ 2 տարի, ինչ 3 տարի։ Հունիսի 7-ին ձեզ վռնդելու են արդեն։ 2 ամիս բանա մնացա, արագացրեք։ Աղջի ջան, արագացրեք, դուք չեք հասցնի։ Ինչ 2-3 տարի հետո դու ուր ես ելնելու։ 2-3 տարի հետո սկի փաստաբանը չի կարալու գա նորմալ քեզ տեսակցության պայոկ բերի բանանի։ Դու ընդ նստած փակ ո՞նց է բանանելու, ռեֆորմներ անելու 2 տարի հետո։ Ընդ ով ասես լելու, դու ես լելու, սրբույն անելու են, անայդն են լելու, դու էլ չեմ անում էլ, անան անդելելու, դուք ընդից ինչ եք անելու։ Այդ Աբոյանում է, չէ՞ դի կարծեմ Պետրոս։ Այս վերջերս ռեմոնտ էին արել բան, ահագին իրանց ուշքում իրներ իրանց ապագայի մասին բաներն է, պայմաններ ստեղծ։ Արագացրու Արփինե ջան, չեք հասցնի։ 2 ամիս բանա մնա, ինչ արիր, 2 ամսի մեջ նայ տեսեք ինչ եք անում։ 2 տարի չի, 2 ամիս։ Մարտը նա է արդեն աղջի ջան։ Հունիսին անդրությունը։ Բան չի մնացել, արագացրու։ Կենսաչափական ենթակառուցվածքի ներդրման մասին խոսելիս, եթե ես այս մասին խոսեի օրինակ մի քանի տարի առաջ, վստահաբար չէի ունենա այն համոզմունքը, որ մենք կներդնենք այսպիսի համակարգ, որովհետև չենք ունեցել ընդհանրապես տեսլական կենսաչափական փաստաթղթերի մասով ենթակառուցվածք։ Դա արդեն իսկ իրատեսական է եւ 2026 թվականի աշնանը ամբողջովին նոր ենթակառուցվածքը կներդրվի Հայաստանի Հանրապետությունում եւ աշնանը արդեն մեր քաղաքացիները կկարողանան ստանալ թե նույնականացման քարտեր եւ Մի րոպե, աղջիկ ջան, Արփինե ջան, դու որ թիվ ես։ Բայց դու 2010 տարի առաջ արդեն մեծ աղջիկ էիր, չէ՞։ Բայց ես դեսպան էի Լեհաստանում 2014-18 թվերին, այդ ժամանակ դրանից առաջ արդեն Հայաստանում կենսաչափական բիոմետրիկ անձնագրերի համակարգը իր ամբողջ ենթակառուցվածքներով արդեն ներդրված էր լեհական ՊՎ ընկերությունն էր դա իրականացրել հայկական անձնագրերը այդ թվում բիոմետրիկ անձնագրերը տպագրվում էին Լեհաստանի ՊՎ ձեռնարկությունում ես անձամբ եմ եղել դե Պետրոս բացի դրանից այդ ընկերությունը Հայաստանում ներդրել էր կենսաչափական քարտերի ամբողջ տեղեկությունների մշակման համակարգ մարդիկ կենսաչափական անձնագրեր են ստացել Դրանով ճամփորդել են այդ համակարգը ներդրված է եղել աղջիկ ջան դու մեծ աղջիկ ես դու դրան այն ժամանակ իհարկե պաշտոններ չես զբաղեցնում որովհետև այդքան մեծ չէիր որտես պաշտոններ բայց դու պիտի հիշես դա կամ էլ ասա ընդ ձեր մոտ աշխատողներ բան կլինեն միգրացիայի անձնագրային վարչության սաղին գործից անել եք ընդ նորմալ մարդկանց Լասանդը աշխատող մնացած կլինի քհիշեն ներդրված է եղել այդ համակարգը աղջիկ ջան այդ ուղակի 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո դուք եկաք այնպես վարի տվիք այդ համակարգը որ ոչ միայն կենսաչափական անձնագրերը հանվեցին շրջանառությունից այլ սովորական անձնագիր չէին կարող Լեհաստանից բերեն հիշում ես Պետրոս ամիսներով հերթեր մարդիկ
Գրանց վրա սովորական կապույտ անձնագիր չէին կարում ստանային։ Կեսավճապական չեմ ասում, սովորական անձնագիր չէին կարում ապահովեին բերեին։ Հետո իսկի բան չէին կարում տան, հիշ չի էլի մի մոմենտ նույնիսկ պրավայի պլաստիկ քարտեր չունեին, որ տրամալ A4-ի վրա մի հատ թուղթ էին տպում, ասում են էսին պրավա է։ Տարեք սրանով քշեք, մինչև պլաստիկ քարտերը կլինի։ Էսի այդ նախարարն է։ Եկել ասում է հիմա մենք առաջին 2 տարի առաջ չենք կարա մտածենք, որ կարա կենսաչափական անձնագրերի համար վաղուց ներդրված եղի իրենք են հանե։ Ապի դու սա գործերը տես տենց անում։ Այն հանցավորության դեմ պայքարն եք, չէ՞, այդ սաղ այդ վիճակն է, չէ՞ ձեր մոտ։ Հապա տես կլեպա Պետրոսը մեղքել արա, ջայլ աղջիկ արա։ Օրինակ այս տարիքի երեխուն կարելի էր տես բան անել։ Բերել է տես պատասխանատվության տակ դնել, որ այսը խելքը չհասնի, դա սաղ վարիտ է։ Հանցավորության դեմ պայքար անդիս վարիտ է, միգրացիոն քաղաքականություն անդիս վարիտ է, հանդիկները կան աստել լսվեն իրանց համար, չէ, ձախսկի չես իմանում արդեն այս երկիրը հայերն են ապրում, ովքեր են ապրում, ինչ են անում, ինչ միգրացիոն քաղաքականությունն է, ով է գրանցված, ով է աշխատում, ով որտեղի մտանել, այդ կաշ սարքերը հենց սրանք հենց տենց, հենց ադրբեջանցիներ պիտի գան։ Այդ է իր հիմնական գործը, դա իր ինչքան են գալու տիկին նախարար։ Իրան հələ արհեստական բանականությանը հարցրու Պետրոս։ Ասա արհեստական բանականություն Առաջիկայում, եթե Նիկոլ Փաշինյանը եւ մնա վարչապետ Արփինե Սարգսյանը ներքին գործերի նախարար, քանի 100,000 ադրբեջանցիներ են գալու Հայաստան։ Հələ տես ինչ կպատասխանի։ Այլ սրա նման, ասած մեխանիկական տոնով, դες ռոբոտի նման մի հատ պատասխան կտա, այդ այն դրա ասածը ճիշտ ալելու։ Այսինքն մեր բնակչության մեծ մասի համար վիզաների ազատականացումը դա ճամփորդելու մասին ինչ-որ մի բան է։ Բայց իրականում գործընթացը շատ ավելի բազմաբևեռ է, հա, սահմանների կառավարում, մարդու իրավունքներ, թվում է թե ինչ կապ ունի վիզաների ազատականացումը մարդու իրավունքների հետ, հանրային անվտանգության վերաբերյալ կոմպոնենտներ, այսինքն ինքը շատ կոմպոնենտներ ունի, որը չի երևում տրամաբանորեն։ Ազատականացում են գնում են կամ գալիս են։ Այ այս հարակից ուղղություններով ինքը Պետրոս, բայց դու ինչ դեմքես լուրջ եմ ասում։ Մեր հասարակության համար վիզաների ազատականացում դա ճամփորդության համար է։ Հələ բա ինչի համար է, բա ճամփորդության համար է, բա վիզան ինչ է, վիզա նշանակում է Շենգեն ենթադրենք Շենգենյան համաձայնագիրի երկրներ մուտքի արտոնագիր, այսինքն մուտքի արտոնագիրը մարդիկ չեն ստանում, որ ճամփորդեն։ Բայց ասում ես դա բազմագործոն երևույթ է, արա բազմագործոն երևույթ ուրիշ բան է, ասում է եթե դու ուզում ես այդ վիզայից ազատված են քո երկրի բոլոր քաղաքացիները։ Դրա համար նախ դու պիտի քո երկրում հանցավորություն չլինի, դու պիտի երկրից սահմանները կարողանաս վերահսկես, որով ասես չներթափանցի այդ երկիր, որովհետև որ եկավ այս երկիրը երկրից է կարա գնանդե։ Դրա համար պիտի իրանք իմանան ով է գալի, ով է գնում, եկողին ով է ստուգում, ոնց են ստուգում։ Այդ համակարգը դրա համար է։ Բայց դա այո ի վերջո դառնում է ճամփորդության հնարավորություն։ Իսկ հիմա Սենց ռոբոտի պես ժամերով խոսացող նախարար իշխանության պայմաններում գիտես ինչ ամենակ տեղ ունեցեց 18 թվից հետո։ Վիզայի турքերը ավելացել են, խոսքը Շենգենի մասին է, էլի։ Շենգենյան երկր, եվրոպական վիզայի турքերի գումարը ավելացել է, մերժումների քանակը ավելացել է, մերժումների բողոքարկումը դառել է վճարովի, պիտի տանես լրացուցիչ փող մուծես, որ բողոքդ ընդունեն, կարան բողոք ընդունեն, էլի մերժեն։ Վիզա չեն տրամադրում նույնիսկ ուսանողներին առողջապահական նպատակ, հերթերը ամիսներով, այսինքն կարող է այդած վիզաների կենտրոն, թղթերը տաս, չգիտեմ, բոլոր դեսպանությունների մեծ մասից հանել են վիզաների տրամադրելու գոհ, տվել են վիզա կենտրոնները, դա դառել է մտ առանձին բիզնես, դա փաստն է։ Մնացածը sense ռոբոտի պես խոսակցություններն են։ Հələ մի հատ խոսա։ Տիկին բանականություն։ Շատ ճիշտ նկատեցիք, որ վիզաների ազատականացումը տարբեր հենասյունային ուղղությունների մասին է, որովհետև սա ենթադրում է եվրոպական միության ընտանիք ավելի ինտեգրվելու մասին եւ պիտի վստահ լինի նաեւ եվրոպական միությունը, որ ազատ վիզային ռեժիմ տրամադրելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տարբեր անվտանգային ռիսկեր չեզոքացված են, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը հատկապես բարձր մակարդակի է, կոռուպցիայի դեմ պայքար ունենք, թրաֆիկինգի դեմ պայքար ունենք, անձնական տվյալների պաշտպանությունն է բավական բարձր մակարդակի վրա եւ բնականաբար հանրային անվտանգության ոլորտը եւս։ Լսի, բայց եթե պիտի կոռուպցիայի դեմ պայքարեք,
Խո բանի մասին չես պատմել դու պարոն Բրոներին, Ալենի մասին։ Խո չես պատմել Աջի ջան։ Աննայի մասին խո չես պատմել Հակոբյան։ Լսի այդ քպեականների թալանի մասին խո չես պատմել։ Չպատմես Աջի, պատմես մեզ վիզա չեն տա։ Բա որ սահմանների համալիր կառավարման մասին էս կարևոր է դա։ Աջի ջան, խո չես ասել որ Հայաստան-Ադրբեջանի հետ Ղարաբաղը հանձնելուց հետո հարյուրավոր կիլոմետրերով սահման առաջացել, որ այդ սահմանները չի վերահսկվում, որոնց կահավորված սահման գոյություն չունի, անտերանդիրական վիճակով ասես, խո չես չասես այս բաները, ասես մեզի վիզա չեն տա։ Բայց որ ասում ես հանցավորության դեմ պայքար, աչի խո չես ասել, որ խայտարակ վիճակացել փողոցում իրար կրակում, սպանում են, դպրոցներում նարկոտիկ էլ է գնացել, սաղ տելեգրամ ալիքները նարկոտիկ են ծախում, նարկոտիկ արդեն կոկայինը տոննաներով է բերվում, բանանի սա ящикների կեսը նարկո։ Աչի խո չես ասել այս բաները, չասես, աչի մեզ վիզա չեն տա։ Խափի, չի ջոգի, աչի եվրոպացի շատ է հասկանում։ Եկավ գնացել մի օրը ինչ կա խափեք դու բանանը մեզ վիզա տա։ Դե Պետրոսը ճիշտ է ինքը մուլտի վիզա ստանում է, այս խնդրեմ ինքը չունի։ Բայց դե մյուսներն է վիզա, խափեք դու բանանը, գցեք այդ եվրոպացիներն եղավ։ Հանկարծ չասես որ ըստե հանցավորության դեմ չեք կարող պայքարեք։ Չասես դες բաները։ Ասա լավ է, ասա լավ է, դեմոկրատական երկիր է, կոռուպցիա չկա մեր երկրում։ Սահմանները վերահսկվում է, հանցավորություն չկա։ Այդպես բաներ կասես։ Եվ ամենակարևոր բաղադրիչը թերևս, որ անընդհատ շեշտադրվում է մեր եվրոպացի գործընկերների կողմից, դա սահմանների համալիր կառավարումն է։ Պիտի նշեմ, որ մենք 180 աստիճանով տրանսֆորմացիայի ենք ենթարկելու այս ոլորտը ազգային անվտանգության ծառայության մեր գործընկերների հետ, որովհետև երբ որ մենք խոսում ենք սահմանների համալիր կառավարման մասին, սա միայն Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը չէ, սա միայն սահմանային կնիքը չէ, սա միայն սահմանապահին տեսնելը չէ։ Ինչն է։ Մենք պիտի ճանաչենք Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ցանկացած անձի եւ վստահ լինենք, որ սահմանից ներս գալով մենք կկարողանանք ցանկացած ռիսկ կառավարելի դարձնել նաեւ անվտանգության տեսանկյունից։ Ճիշտ է ասում։ Օրինակ, ասում եմ բոլորին պիտի ճանաչենք։ Օրինակ, ես վերջերս հիշում ես Պետրոս, մի հատ ադրբեջանցի նստել էր իր G-class-ի Mercedes-ը Ռուսաստանից, եկել էր Հայաստան, իր համար ֆռմ էր, նկարում էր ադրբեջաներենով, վիդեոներ էր անում, ճանաչել են։ Պատահական մարդ չի էլ է, չէ, ասում եմ մենք բոլորին պիտի ճանաչենք։ Օրինակ, այն Արեգ Քոչինյանը արդեն երկրորդ խմբականակ ադրբեջանցիներին բերեց Հայաստան։ Գնացին, որ բանում Իջևանում սահմանային անցակետ չկա Տավուշում, շարժական մի հատ հատուկ ադրբեջանցիներ մեր խոնաղներն են էլի, Պետրոսյան մեր թուրքերն են էլի, մեր թուրքերն են, Արեգի բերած թուրքերն են, երկրորդ խմբականակն է ներմուծում։ Գնացին հատուկ սպրինտերի վրա սահմանային անցակետը սարքին ընդունի, պիտի ճանաչեն, պիտի իմանան ով եկա, շատ անգիր գիտեն, Հայաստան ինչքան ադրբեջանցի է գալիս, սաղին գիտեն, հետան 300,000-ը որ կան դրանց է, սաղին նախապես իմանալու է, չէ, տիկին նախարարը մաղաջեց, вообще ինքը մաղաջեց, այդ գործը ինքը ընտիր կազմակերպելու է, բայց ընտիր չկազմակերպել հելասա տեն ամեն չէ էին տանում Ամերիկայի դեսպանատուն, ինքը ոստիկանապետը, ոստիկանության աշխատողները, այն իրա թազա խորհրդականը, որ քրեական հետախուզության գլխավոր վարչապետներ քրեական իրավիճակը չէր վերահսկում, գործից հանեն շփրտին դառնա խորհրդական։ Գնացել են Ամերիկայի դեսպան, Ամերիկայի գործերի ժամանակավոր հավատարմատարը մեր ոստիկանության ծառայողներին պարգևատրել է, հլասա ինչով։ Շնորհակալագրով։ Ես մի հատ թղթի վրա գրել են շնորհակալագիր տրվում է ոստիկանին Ամերիկայի դեսպանը նախարարի ներկայությամբ ոստիկանի մեր պարգևատրումը շնորհակալ է։ Դες դու պատկերացնում ես Պետրոս Լիլիթ Մակունցը Ամերիկայում ամերիկյան ոստիկանության մի քանի ծառայողների պարգևատրի շնորհակալագրով, մեդալը չէ, շնորհակալագրով ու Միացյալ Նահանգների ներքին գործերի պատասխանատու նախարարը Միացյալ Նահանգների ոստիկանության պետի ծառայողների աշխատողների հետ էթանա Հայաստանի դեսպանություն Վաշինգտոնում որ Լիլիթ Մակուցը չէ հիմա Նարեկն է Մկրտչյան հիմիկվանն է որի աղբորը ստե բռնում են դատում ինքը նրանց շնորհակալագիր հանձնի պատկերացրիր Պետրոս չի ելը չէ դες բան չի լելու չէ բայց ստե ելելա այ ինքը մասնակցել է դրան այդ էս նախարարն է հələ մատ պատկերացրու այդ նույն բանը լներ ասենք Ռուսաստանի դեսպանատունում էլի ասենք
Արփինե Սարգսյանը ոստիկանապետի եւ այտենց կարևոր պատվիրակությամբ այդային ասենք Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն ունդ է ապարգևատրվեն շնորհակալագրով Դանիել Յոնիսյանը ասել մազերը կփիտերը Դանիելնա չէ դե հիմնական որոշումներ կայացնող ով լինի ոստիկանությունը վարչության պետ, ով լինի բարեկային ծառայության պետ, ով լինի բան օրա դու Դանիելը վստահելի մարդ է, էլի Պետրոս։ Վստահելի մարդ է։ Բայց այդքան փողաստանում ամերիկացիներից, այդքան փողաստանում արևմտյան կազմակերպ չվստահեն փող կտան։ Դու քո երեխուն չվստահես 5000 դրամ փող կտաս, բայց այն մարդուն տալիս են, ուրեմն վստահում են։ Հիմա էլ Դանիելը զբաղված է Ռուսաստանի հայերով Բա ոնց ինչ ասում են, չի պիտի Ռուսաստանի հայերը գան Հայաստանում մասնակցեն քվեարկության ոչ մի դեպքում, ով է տեսել Հայաստանի քաղաքացին գա Հայաստանում մասնակցի քվեարկության, եթե Ռուսաստանի հայերը գալիս են Հայաստանում քվեարկության, ուրեմն դա ինչ է։ Հիբրիդային պատերազմ, ով պիտի պայքարի հիբրիդային պատերազմի դեմ։ Միացյալ Նահանգների դեսպանությունում շնորհակալագրի արժանացած ոստիկաններով ում գլխավորությամբ։ Նո։ Այ դուք խոսեցիք հանրային անվտանգության մասին Եվրամիությունը նույնպես դրական է խոսում անվտանգության համակարգի մասին, բայց մեր քաղաքացիներից շատերի մոտ կան մտահոգություններ, որ մենք հաճախ չասեմ, բայց բարբերաբար կարդում ենք, լսում ենք, տեսնում ենք օրը ցերեկով սպանություններ, հա? Ձեր մեկնաբանությունը։ Իրոք պատկերը նման ձև է։ Գիտեք, շատ կարևոր է պատկերի վերաբերյալ տարբեր ընկալումները սեղանի վրա դնելու եւ հասկանալու, թե որ ընկալումը ինչի համար է գեներացվում։ Մի կողմից մենք ունենք ներքին գործերի նախարարության կողմից հանրությանը շփումներից դուրս բերած հարցեր, կարծիքներ, հանրային հարցումներ, հենց մեր հասարակության շրջանակներում, միջազգային տարբեր ռեյտինգային գնահատականներ, ունենք նաև եվրոպացի գործընկերների գնահատումները, այդ թվում վիզայի ազատականացման կոնտեքստում, ունենք քաղաքացիական հասարակության գնահատականներ, ունենք պաշտոնական արդյունքներ, ունենք ի վերջո վարչական վիճակագրություն, որտեղ ամբողջը արտացոլվում է, եւ մյուս կողմից մենք ունենք մեդիա տիրույթում եղած խոսակցություններ։ Իսկականից էլ արա Միջազգայինները բաները սաղ ասում են այ Պետրոս ջան, այ ախպեր, մեդիա տիրույթում լրիվ սուտ բաներ են ասում։ Մենք փոխանակ նստենք միջազգային զեկույցները նայենք, որտեղ ամեն ինչը իդեալական է։ Նստած լուրերն ենք նայում։ Քո կարծիքով Փարաքարի համայնքի ղեկավարին Վահոդիա Գրիգորյանին սպանել են։ Ոչ։ Դա մեդիա տիրույթում տարածված տեղեկատվություն է։ Այն քո կարծիքով, որ Աչափնյակում, ասենք, երկու խմբավորում իրար տալիս է, մեկը մահանում է, մյուսներին վիրավորներ, հիվանդանոց, ծանրը պրոպագանդա։ Չկա տենց բան։ Չկա, չի եղել։ Եմ որ ասենք թե մի հատ կին եկել է Հայաստանում հյուրանոցում մնացել է, դրսից եկել են, գնացել են հյուրանոցի սենյակից, հանել են, սպանել են, տարել են, գցել են գայի պոստի հետևը, Հայաստանի տարածքից թող է գնացել են։ Սուտ։ Չի եղել։ Չի եղել։ Միջազգային զեկույցներում նայում ես, դες բան գրած է։ Ոչ։ Մեր Դանիել Յոնիսյանը ասել է որ դες բանը։ Ոչ։ Վերջացավ, մնացածը սաղ ասեք, մեր մոտ, տեսել ես դու ասեք, թե էթան սթիս տեղը, մի քիչ ուղղակի այդ բան է, էլի Պետրոս արա, այդ հոգևորականները, արա այդ բարձրագույն հոգևոր խորհրդի անդամները, սաղ մեղադրյալ, թեմի առաջնորդները, այ մարդ ասա, մի քանիսը կան այդ տիրադավները, որ մալաջեց, վշյոտիկի մալաջեց, էլի իրանք շատ օրինավոր մարդիկ են, էլի, բացի դրանից, որ հավատքով են, Աստծուն եկեղեցուն նվիրված, նաև շատ օրինավոր են, օրինակ Սամոն, Աբրահամը, նա էլ ասենք այդքան բիզնեսների մեջ չէ, օրինավոր, մի բանը սխալ չի անի, մի հատ հարկը, турքը, թույլտվություն, ինչ բիզնեսներ ունի, սաղ օրինավոր, հա դրա համար էլ ինքը, հա, Աստծուն շատ չի բանանում, էլի ծանրաբեռնում, մի քիչ խնդիրներ կա Նիկոլի հետ կապված, ասում է, խիզուր տեղը, բանն էլի, իրանք այդ 10 տիրադավներ կային, իրանք չեն ուզում Աստծուն ծանրաբեռնեն։ Ասում են մենք Նիկոլի հետ մեր հարցերը կլուծենք, Աստված ջան, դուք քո գործերով զբաղվի, մենք Նիկոլի հետ մեր հարցերը կլուծենք։ Նիկոլն էլ սրանց բրախ։ Մնացածները, ով որ Նիկոլի հետ չեն բանանում, Աստծուն են ծանրաբեռնում։ Այ ախպեր արա, ամենքը մի հանցագործ։
Հենա բանտերը սաղ լծված հոգևորը մի քիչ էտա էլ մեր վիճակագրության վրա վատ ազդում էլ որ այդ հոգևորականները սրբազան հայրերը տենց հանցավոր գործունեությամբ են զբաղվում մեր վիճակագրությունը փչացնում են թե չէ մնացածը սա օրինակ ասեմ ինչ է դու լսել ես որ ազգային ժողովի падգամավոր Խաչատուր Սուքիասյանի աղբերը փողոցում կրակի դες բան ես լսել դու հա չի եղել դες բան այդ ցավը տանեմ մի կամ ասեք թե ինչ որ շիշ բռնողը խառը պատմությունների մեջ ելնի եսի մի այդպես բաներ արա սա մամուլն է էլի դեկի նախար չէ մենք ձեզ ենք հավատում դուք ոնց ասեք մենք ձեզ զեկույցներին ենք հավատում չկա չէ հանցը անվտանգ այեղ բերար Երևանը ուղղակի օրը մի հատ սպանություն բան ասած օրը մի հատ չի ասում այն էլ այդքան էլ շատ չի լավ տարին ասում է 50-ա շաբաթ մի հատ էլի տարին 50 շաբաթ ունի շաբաթ մի սպանություն դե հիմա բա այդքան դες կլի էլի մարդիկ են ապրում են տիկին նախար բայց չտան իրար սպանեն հա դուք եղոտ քաղաքական գործիչներին չեք թողնել տակ հանցագործներով զբաղվեք ասենք դուք պետք է թողեք ասենք մեզ վերահսկել է մեր հեռախոսները լսել բան սա թողեք այնտակ խեղդները տակ եսի ինչ հանցագործներով զբաղվեն սպանում են իրար թող սպանեն էլի ջանդամ սպանեն այնքան կսպանեն ինչ սա կվերանա կեթա էլի Մեկ ապտի թուրքերը սպանային, չէ, Պետրոշա, ինչ տարբերություն։ Հենց այս մարդիկ կազմակերպում են, ուրի ձև սպանում։ Այդ թուրքերին նեղություն չեն տալի։ Խաղաղություն է։ Այ ես ուզում եմ հատկապես կենտրոնանալ այն հանգամանքի վրա, որ մենք տարբեր հարթություններում տեսնում ենք, որ այ հանցավորության աճ կա Հայաստանի Հանրապետությունում, ամեն օր Հայաստանի Հանրապետությունում սպանություններ են տեղի ունենում, եւ այսպես շարունակ քաոտիկ իրավիճակ է, պետությունը չի կառավարում իրավիճակը։ Սուտ դեսման եփ։ Բայց ինչ ունենք մենք իրականում, մեդիա փրփուրներից դուրս Ինչ կա իրականության մեջ։ Մենք նկատում ենք, որ 2025 թվականին ունենք հանցավորության ոչ թե ավելացում, այլ նվազում 3.2%-ով։ Ընդ որում նվազել են այնպիսի խումբ հանցագործություններ, որոնք շատ քննարկվում են եւ տրամաբանորեն քննարկվում են մեր հանրության կողմից, խոսքս հատկապես մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասին է, այսինքն առողջությանը ծանր վնասի պատճառում, այլ դեպքեր, մենք ունենք նվազում հանցավորության մեջ։ Արփինե ջան, մի բան ասեմ էլի, աղջի ջան։ Կարող է դու տեղյակ չես, բայց որ տեղյակ ես, քո հրամաններով ա եղել։ Մեկ օրում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ եւ բարեկային ոստիկանության պետ, ոստիկանապետի տեղակալ ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Դրանից առաջ ոստիկանության պետն է ազատվեց զբաղը։ Բայց կարամ իմանամ, բայց եթե այդ մարդիկը դες լավ էին աշխատում։ Ամեն մեկ իր ոլորտում, իր գործերը դրանց են չէ քանը շպրտե դուս։ Ասում ես լավ է, չէ՞։ Բայց լավ աշխատող մարդուն գործս քանեն, աղջի ջան։ Լավ աշխատող մարդուն կոչում են տալի, լավ աշխատող մարդուն մեդալ են տալի, լավ աշխատող մարդուն պարգևատրում են տալի։ Լավ աշխատողին գործից հանում են։ Բայց դուք իրանք գործից հանել եք, որովհետև իրավիճակը չեն վերահսկում։ Համելիք է նստել ես Պետրոսի մոտ ասում ես, արա սաղ այդ մամուլ։ Դու ես մեղավոր Պետրոս։ Դու ես մամուլի ներկայացուցիչ։ Սուսուտ բաներ եք խոսում, արա։ Մի լսեք, արա, տենը մեկ հանցագործության մասին լուրերը անջատեք, այն Շամշյանին վաբշե պետք է փագել, արա։ Ես իմ այդ թեմա սաղորը քրեական իրավիճակի մասին ռեպորտաժներ անում, նկարում, լուրեր է տարածում, արա սա վերջ դու արա։ Գովարա միգրացիան։ Հեսա գնում ենք Եվրոպա, հեսա այդտեղ Եվրոպա մեզի խայտարական է կարա։ Ոչ էլ թողտոյտան դետիկին Սարգսյան։ Թոմենան ստե, Էտալիան Եվրոպա սա մեզ խայտարական են սրանք։ Այս հայերը։ Ավելի լավ է դու կազմակերպի թող ադրբեջանցիները գան։ Թող հայերը ոչ էլ էտան Եվրոպա։ Դու կազմակերպի թող ադրբեջանցիները գան։ Ալևնը կենից գող կլինի։ Նա մի թեմա էլ կա կրակոցները։ Հա, մենք հաճախ ենք լսում կրակոցներ։ Հաճախ ենք լսում կրակոցներ։ Արա հաճախ չենք լսում կրակոցներ։ Շատ քիչ ենք լսում կրակ։ Արա դες պիտի ասես, արա դες լսում ես աղջիկ ինչ ասում, արա։ Իսկ կան խեղճ այդքան խոսում դերում, հաճախ ենք լսում կրակոցներ։ Ղալատ ես անը որ լսում։ Այ ակաշներ փակի մի լսի։ Խոսվում է նաև այն մասին, որ այ մենք
Ղարաբաղում պատերազմ էր եւ այնտեղից մարդիկ եկել են եւ բնականաբար պատերազմներից հետո զենքի մեծ քանակ է մտնում հասարակություն։ Ինչ քայլեր կան այս ուղղությամբ։ Պետրոս, հələ մատ օրիջինալի է դու բան։ Դու լսել ես, որ Ղարաբաղից եկողները իրանց հետ զենք են բերել, այսինքն հիմա էլ Ղարաբաղից եկածների վրա այդ շարն է կանում, հա, Ղարաբաղից եկողները զենք են։ Արա Ղարաբաղից եկողները դիակ են բերել հետներ, արա հասկանում ես ինչ են բերել։ Դիակ։ Ղարաբաղից եկողները սկի պասպորտ չեն կարացել բերեն։ Իրանց փաստաթղթերը, որովհետև ընդամենը մի ժամ ժամանակ է տրվել իրանց, որ իրանք տնից ելեն փախնեն։ Շորերը չեն կարացել հավաքեն բերեն։ 10 ամիս շրջափակման մեջ են ելել։ Իրանց փաստաթղթերը չեն կարացել վերցնեն գանալ, երեխեքին վերցել են, եկել են։ Ղարաբաղից ասում են զենք են բերել։ Մի դեպք էլ չեմ լսել, որ մատ հանցագործություն եղած, ասեն է զենք Ղարաբաղից են բերել։ Տեսեք, ես իհարկե տարբեր հարթակներում այս հարցադրումը ինքս չեմ բարձրաձայնում, բայց քանի որ բարձրաձայնեցի կուզենայի բացել նաև հարցադրումը, որպեսզի բոլոր շերտերն ավելի պարզ լինեն։ Իրականում բոլոր պետություններին, ովքեր անցել են պատերազմի կամ տեղահանության նմանատիպ սուր դրսևորումներով, բնորոշ է այսպիսի իրավիճակ, որ դու կարող ես սահմանից ներս ունենալ զենքի խմբականակի, այսպես ասեմ, ներմուծում։ Բայց հատկապես երբ որ անդրադառնում ենք տեղահանության իրավիճակին, նկատի ունեմ Ղարաբաղից մեր հայրենակիցների տեղահանման իրադարձությանը, ես պիտի փաստեմ, որ այդ ժամանակահատվածում մենք հստակ հանրային համախոհություն ենք ունեցել, որ հնարավորինս արագ պիտի մեր հայրենակիցներին թողնենք Հայաստանի Հանրապետություն եւ կեցության հարցերը լուծենք։ Հա, կարեն այդ չթողնեն։ Բայց բան են ցուցաբերել, Տիկին Արփինեն մարդասիրություն են ցուցաբերել, ասել են դե լավ գալիս են գանջադամը գան թողան։ Կեթան ընդ սպորտ դահլիճներում, հերավոր գյուղերում, ասես մեկի պատվալում, մեկի տանը, մեկի բանը կեթան, մենք եք խափխփենք, սկզբից մի 50,000 փող կտանք, 40,000, 10,000 կոմունալ վարձ բնականի վարձ, հետո էլ չենք տա, դա թողենք այդ Ռուսաստան, լավ գալիս են գան, այդպես մարդասիրություն է ցուցաբերել, դե շատ դե նայում ես, դեմքին էլ նայում ես, զգում ես, էլի որ այնց всё-таки կին է, էլի իր զգացմունքներով, իր բարի մոտեցմամբ, էլի Որովհետև այլ հավասար պայմաններում մենք ինչ պիտի անեինք յուրաքանչյուր անձի, յուրաքանչյուր տրանսպորտային միջոց ժամերով կարող էր ենթարկվել ստուգումների տարբեր, որոնք պատկերացնում են, որքան ժամանակահատված մեր հայրենակիցները առանց այդ էլ պիտի անցկացնեին սահմաններին։ Մենք process-ը կազմակերպել ենք հնարավորինս արագ, ունենալով նաև այս բոլոր ռիսկերը, եւ պիտի նշեմ, որ հետեւողականորեն շրջանառությունից անդադ փորձում ենք դուրս բերել ապօրինի զենքերը։ Դու զենքերի հետ գործ ունես Թմրանյութից ասա, հետիա ձեր մոտ լավ ստացում, թմրանյութից ինչ կա, են տոննաներով, որ մոկային են բերում, Պարսկաստանի սահմանից կիլոներով ուրիշ տեսակի նարկոտիկներ են բերում, դու դրանից էլ մի ասա էլի, որովհետև եվրոպացի մեր հարազատը, մեր պարոն Մագնուս Տոները, ինչ կարծիք է այդ նարկոտիկի բանի այդ ծավալների, որ դե տեսա 3 տոննա նարկոտիկ միտեղ, Ինենց այմանում բանանը ուտելու համար է, չխաբար չի, որ բանանը նորմալ գործի համար է, նարկոտիկը ասա թու ասա։ Մենք խոսել ենք, որ խնդիր է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ Ինչ վիճակ է այս ոլորտում։ Տեսեք, անցած տարվա կտրվածքով մենք ռազմավարական մոտեցում ենք փոփոխել։ Մենք կենտրոնացել ենք խմբականակի ներմուծման աշխատանքների վրա եւ արտադրական process-ի վրա։ Լավ է կարե։ Այսինքն ներմուծումը դուք եք զբաղվում։ Ոստիկանությունն է զբաղվում, ներքին գործերի նախարարությունն է զբաղվում ներմուծումով եւ արտադրությամբ։ Արա Պետրոս արտադրություն ասեցի, հիշեցի, հիշում ես այն 18-19 թիվներ Ավինյանը փոխվարչապետ էր, բանի կանեփի արտադրության պետական աջակցության ծրագիր էին հաստատել կառավարությունում, որ արդյունաբերական կանեփի, որ մթոն կանեփից արտադրել թելեր, կանեփից ասեք տերևը թողած տանեն թել կարտադրեն, չէ՞։ Ինչ կա այդ արտադրությունից տիկինը, այդ արտադրամասը վերցեք ձեր հսկո բանի տակ, թողնի ներքին գործերի նախարարության ենթակա կանեփի արտադրական ձեռնարկություն պետական ոչ առևտրային կազմակերպություն, կարևորը շահույթը չի, կարևորը որը հասցվի,
սպառում, որ բոլոր դպրոցները իրաց խմբականակները, որովհետև դες թողնում եք անկազմակերպ վիճակ է, հիմա Պետրոս, չգիտեմ, դու Telegram-ում գրանցված կաս Պետրոս, հազարը Telegram-յան ալիքներ կա, սա դրանց նարկոտիկ են ծախում, անկազմակերպ է, էլի, շատ այդ նարկոտիկի վաճառքը շատ ով ասես համը դրանով զբաղվում է, որտե ասես այդ փորփերում են տանում են դնում են Telegram-ով հասցնացում են փողը, ով ասես դրանով զբաղվում, սա երկի դրանով անկազմակերպ, վերցեք ձեր օրինակ այս վերջերս Պետրոս շատ լավ էր այն պարեկներն էին նարկոտիկի վերաբռնվան քնչականի արաբկիրի քնչական բաժնի քննիչները շատ լավ է հավաքի վերցեք ձեր ձեռը այդ ու հիմնականում ներմուծումը եւ արտադրությունը դիստրիբյուցիան արդեն կարանք բան է կարա կազմակերպի այն Արագածոտնի մարզպետի խորհրդականը թողի Արագածոտնի մարզի դիստրիբյուտորը Շիրակը կտակ բանին այն Սարուխանյան Կարենի падգամավոր ԿՊ-ի Շիրակի մարզային կառույցի թող ինքը լինի Շիրակի մարզի դիստրիբյուտորը Երևանը այդ իմ խնդրան այդ որպես անձնական խնդրանք էլի իմ կողմը Արթուր Հովհաննիսյան խնդրում եմ այդ գործին ներգրավեք Արթուր Հովհաննիսյանին այսպես կազմակերպի Հələ 17 թվին իր մոտից 0.24 գրամ դեղնականաչավուն զանգված են հայտնաբերել Ուրց Որովհետև մենք այն արեստական իմիտացիոն աշխատանքը չենք ուզում ցույց տալ, որ տեսեք, մենք մանր չափերի թմրամիջոցներ ենք հայտնաբերում 100,000-ավոր դեպքեր։ Ոչ։ Ինձ համար որպես նախարար կարևոր է 30 դեպք արձանագրել, բայց վստահ լինել, որ մենք կոտրել ենք ներմուծման շղթան եւ արտադրության շղթան եւ այդքան մեծ քանակի թմրամիջոց դուրս ենք բերել Ապոնի շրջանառությունից։ Եվ անցած տարվա կտրվածքով մենք 728 կիլոգրամ ընդհանուր թմրամիջոց ունենք Ապոնի շրջանառությունից արգրավված։ Թվերը լսում ես Պետրոս, հլետի բռնազն է։ Հետո որ բռնում են դրա մասն ոչ մեկ չի խոսում։ Ու ինչ արին, ուր տարան, ծախին, պահի, մնաց, բան չէ, այն բանանի եւ բաներից չէ, քանակներից, հələ մտ բռնելուց հետո խաբար ես ասենք այդ ուր է այդ կոկայինը։ Բայց այն Աբազյանի խիհանին է գործից Պետրոս։ Հա, հիշեցի։ Հոգնել էր։ Սա իրականում իրավապահ համակարգի կայուն համագործակցության արդյունք է որպես այդպիսին, որովհետև եթե մենք համադրենք նախորդ տարվա ցուցանիշը, կնկատենք, որ այս ցուցանիշը 80%-ով ավելին է, քան 2024-ը։ Բայց կենտրոնացել ենք այս խումբ իրավիճակների վրա, որովհետև այս խմբականակները մեծ, հետո կարող են դառնալ մանր բազմաթիվ դրվագներ եւ նաեւ կործանարար հետևանքներ առաջացնել։ Մենք կարող ենք իհարկե թողնել ներմուծումը արտադրությունը եւ ավելի պոպուլիստական ճանապարհով գնալու պայմաններում գնալ են մանր չափերի բացահայտման հետևից, բայց ռազմավարական մոտեցումն այն է, որ մենք ռեսուրսը չենք կենտրոնացնում մանր դեպքերի վրա առավելապես, կենտրոնացնում ենք մեծ խմբականակների վրա եւ ապահովում ենք ավելի կայուն արդյունքներ Հայաստանի Հանրապետության հասարակության համար։ Պետրոս ջան, քանի որ այդ թմրանյութի վաճառքի ման մեր երկրում sense օրորի թափ է հավաքում, դե տենում ես։ Ասենք սրա պայքարածը ինչ պիտի լինի, չէ՞, ասենք մի երկրում որ ներքին գործերի նախարարը լինի հեսա աղջիկ։ Ինչ պիտի լինի դե վիճակը հանցավորության, թմրաշրջանառության, այն ինչ որ կա, չէ՞։ Այս պայմաններում դու ինձ որ լսես, այդ ղազախական ծորենից կթարգես։ Կամ մի հատ բան բացի Պետրոս։ Telegram-ում մի հատ ղազախական ծորեն այդպես ալիք բացի։ Կոչվի Ղազախական ծորեն Telegram-յան ալիք։ Դու եղի դրա ադմինիստրատորը, դիր ղազախական ծորենը Telegram-ով ծախի։ Սա երկիրի մեջ գործի վրա։ Դու էլ դրանով զբաղվի։ Կլինես մոնոպոլիստ Պետրոս։ Ինձ էլ դրա համար ինչ կասես։ Շնորհակալություն։